Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք լսում ես, կարող եք նաեւ մեր հաղորդումները դիտել թվային բոլոր հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, մեր տաղավարում հյուրընկալել եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, ես ողջունում եմ ձեզ։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք, Տիկին Հակոբյան, փորձելու ենք կարևորագույն հարցեր քննարկել, օրակարգով գնանք, այսօր ամսի 30-ն է, այսօր ենք տեսաձայնագրում, հիշեցնեմ լսողներին եւ դիտողներին եւ օրը կարծես թե այսպես շատ բորբոքված է սկսել, մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ Նորքի թաղապետարանում, բռնության այդ տեսարանները, կարծում եմ, ինչը բավականին վատ օրինակ է հանրության աչքի առջև, շատերը դժգոհում են, որ անպատժելիության մթնոլորտ է երկրում ստեղծված։ Ինչ կասեք առհասարակ այս դեպքի հետ կապված եւ որքան էլ որ քաղաքապետարանը պարզաբանում տվել է ամեն դեպքում կուզեմ, որ իշխող թիմից իրենց կարծիքը եւ տեսակետը հայտնեն երկրում տիրող նման իրավիճակի վերաբերյալ։ Շատ լավ, այնքան էլ ճիշտ չեմ գտնում թիմ գործառույթների մեջ մտնել, բայց ինչ վերաբերում է բռնությանը, միանշանակ է, որ չպետք է բռնությունը տեղ ունենա մեր կյանքում, թե միջանձնային հարաբերություններում, թե հատկապես պետություն քաղաքացի շփումներում, այնպես որ շատ մանրամասներ իհարկե չգիտեմ, որովհետև չգիտեմ հաղորդումը երբ կհեռարձակվի, բայց դեռ շատ բան չգիտենք այս դեպքի մասին, նոր է դեպքը տեղի ունեցել, բայց բոլորին կոչ եմ անում նյարդերը զսպել, ինչքան էլ մարդենք կարող են բռնկվել պահի տակ, բայց հատկապես պաշտոնյան պետք է գիտակցի իր ավելի շատ պատասխանատվությունը եւ փորձի հունից դուրս չգալ։ Ամեն դեպքում իրավական դաշտում գնահատական պիտի սա ունենա։ Միանշանակ, ես նաև տաղավար գալուց տեսա, որ իրավապահ մարմիններն են ժամանել, ինչպիսի ընթացք կստանա մենք հաղորդագրությունից կիմանանք, բայց միանշանակ է, որ պետք է գնահատական ստանա, որովհետև կոնկրետ բռնություն է, կոնկրետ վիրավորանք է, որոնք պատժելի արարքներ են։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, իշխանություն եւ ընդդիմություն հարաբերություններից եմ ուզում խոսենք, այս տաղավարում թե ձեր թիմից են հաճախ լինում պատգամավորներ եւ թե ընդդիմադիր թիմի ներկայացուցիչներ։ Նախորդ անգամ զրուցում էի Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկի հետ եւ այդ հարցը նաեւ իր հետ քննարկեցի, որ հանրության մոտ տեսակետ է շրջանառվում, որ այս ընդդիմությունը շատ հարմար է այս իշխանությանը եւ այս իշխանությունը շատ հարմար է այս ընդդիմությանը։ Այդ պատասխանը ստացա արդյոք հարմար է թե հարմար չէ, ուզում եմ նաև իշխող թիմի ներկայացուցիչի կողմից դրա մեկնաբանությունը ստանալ։ Ոնց է կարծում, ընդդիմությունը ձեզ համար հարմար ընդդիմություն է եւ հանրությունը ինչու է այդ տեսակետը գեներացնում այսօր։ Նախ ինչու են ասում հարմար է, չէ՞, տենց հիմա տարածված ասել հարմար է։ Հարմար է այն առումով, որ այն կառուցողական քննադատությունը չկա թեմատիկ, որը պետք է իօքուտ հասարակության լինի։ Այսինքն, ենթադրենք նախագիծ են քննարկում, որի հետ կապված կան բաց տեղեր կամ լավարկելու մեծ հնարավորություններ։ Ընդդիմությունն ինչի համար է, որ մատնացույց անի այդ տեղերը, որպեսզի ել ավելի որակյալ լինի օրենսդրությունը, նախագծերը եւ այլն։ Այս առումով, այո, այդ ես չեմ ասում, այդ նաև ինչպես ասացիք հասարակությունն է ասում, հարմար է, որովհետև հասարակությունը չի տեսնում այդ որակյալ քննադատությունը։ Շատ դեպքերում տեսնում են մանիպուլյացիաներ, տեսնում են ոչ օրակարգային հարցեր, տեսնում են հասարակության համար ականջշոյող, բայց գործնականում ոչինչ չտվող խոսք եւ այլն։ Դրա համար ասում են հարմար է։ Արդյոք մենք ուզում ենք, որ մենք ունենանք հարմար ընդդիմություն։ Միանշանակ ոչ։ Դուք երբեմն ականատես եք լինում, թե ինչպես ենք մենք մեր թիմակիցների հետ ուրեմն շփումներում ընդդիմադիր կեցված կընդունում, ստիպված, որովհետև այն կետերը, որը պետք է մատնանշի ընդդիմությունը, իբրև ընդդիմություն, չի անում։ Մենք ստիպված այդ դերը նաև վերցնում ենք մեր վրա եւ շատ կուզենանք, որ մենք այդ դերը մեր վրա չվերցնենք միայն, այլ այս հարցում մենք աջակցենք ընդդիմադիր մեր ֆրակցիաներին։ Ընդդիմությունից նաև ասում են, որ իրենք որքան էլ փորձում են կարևորագույն հարցեր առաջ քաշել, միևնույն է իրենց ձայները չեն բավականացնում այդ օրինագծերը առաջ տանելու համար, որովհետև իշխանությունը միշտ իր ձայներով կարողանում է որոշիչ դեր ստանձնել այս դեպքում։ Դիտավորություններ այդտեղ կան, թե ամեն դեպքում կարծում եք, որ լավ եւ այսպես արդյունավետ օրինագծեր չի, որ առաջ են քաշվում։ Չէ, գիտեք, ես գոնե լինելով խորհրդարանում, տենց
միանշանակ բաներ չեմ ասի, ես հենց հիմա փորձեցի հիշեմ, մի 2-3 վայրկյանի ընթացքում գոնե 2 նախաձեռնություն հիշեցի, որ մենք աջակցել ենք։ Օրինակ, նախագիծեր ընդդիմության կողմից դրոշների հետ կապված, որին միաձայն մենք աջակցել ենք, կամ նախագիծեր կառավարությունից, ոնց որ, երբ Տիկին Գալստյանը ընդդիմադիր մեր գործընկերը առաջարկել էր այդ քվոտավորումը գենդերային ավելի ուժեղացնել, թե հենց իր նախագիծներ ներողություն, ոչ թե ինքը ուղղակի առաջարկել էր կառավարության նախագծին, եւ ես ինքս աջակցել եմ, ավելի ենք ուժեղացրել այդ նախագիծը եւ միաձայն կողմ ենք քվեարկել, ինչի մասին է խոսքը։ Եթե կա բովանդակային առաջարկ, դրան միանշանակ մենք կողմ ենք եւ մենք չունենք այդ կաշկանդվածությունը, ինչպես ընդդիմությունը ունի, ասելու որ լավ բան է, ուրեմն լավ բան է, բայց օրինակ բերել են հիմա շատ է չէ ակտուալ ցեղասպանության շղթման հայտարարում են ցեղասպանության շղթման քրեականացման մասին նախագիծ։ Այո, վերջին թեժ բանավեճը քանի տարի է կա քրեականության շղթման մասին նախագիծ քրեական օրենսգրքում կա նման կետեր, որը եւ այսօր էլ եւ երեկ էլ եւ 1 տարի առաջ էլ եւ վաղն էլ քրեականացված է ցեղասպանության շղթումը, ինչի մասին է խոսքը, բայց այդպես պոպուլիստական է, հա, ասում են օրինակ, 3 տարի ազատազրկումը դարձնել 5 տարի ազատազրկում, բայց դա փաթեթավորում են ինչով։ Մենք քրեականացնում ենք ցեղասպանության շղթումը, որովհետև այս իշխանությունը շղթում է ցեղասպանությունը եւ դեռ այդ ընդդիմադիրներից սնվող լրատվամիջոցներն էլ գնում են ու ապրիլի 24-ին, չէ, մարդկանց ասում են դուք կպատկերացնեիք, որ մի օր Հայաստանի իշխանությունը կժղթի ցեղասպանության փաստը։ Այն օրը մի հատ հատված հարցազրույցի առանձին պատտվում էր, նայում եմ Գեղամա Մանուկյան, մեր ընդդիմադիրելի դաշնակցական գործընկերը, ասում է, տաքսիստին ասում եմ, դու կպատկերացնեիր, որ իշխանությունը կժղթեր, ասում է, տաքսիստն ասաց, ոնց, Նիկոլը ժղթել է բանը ցեղասպանությունը։ Ասենք ուրացել է, կներեք իր բառով ասեմ։ Այսինքն ոչ մի բանից դարձնում են թեմա, այդպիսի բան չկա, որ ասես երբ է ուրացել, հələ ասա։ Եկեք այստեղ ձեր վերաբերմունքը ներկայացնենք իշխող թիմի վերաբերմունքը ցեղասպանության հարցի վերաբերյալ, որպեսզի եթե հարցեր լինեն լսողների դիտողների մեջ, པարզ լինի, ուրացում է, թե ուրացում չի։ Մենք հիմա երկար կարող ենք այս թեմայով խոսել, բայց միանշանակ է, մենք 2 տարի առաջ ոնց որ նոր քրեական օրենսգիրք ընդունեցինք, որտեղ այդ հոդվածը մնաց անփոփոխ։ Իսկ մենք մեր օրենքներին իհարկե առանց անգամ 1 վայրկյան, հա, ընդվզելու ենթարկվում ենք։ Մյուս առումով միանշանակ է, որ մեր ազգի հետ 15 թվականին տեղի է ունեցել անմարդկային ցեղասպանություն, կոնկրետ ցեղասպանություն, արդեն ցեղասպանություն ասվածը արդեն իսկ ենթադրում է ինչա տեղի ունեցել է, եւ ուզում եմ նաեւ չմոռանանք, որ նույն Միացյալ Նահանգները ընդունեց ցեղասպանության փաստը մեր իշխանության օրինակ։ Բայց ասում են, բայց դա օթիշ չի լինում, էլի։ Նախկինում արված աշխատանքի արդյունքներ դա։ Այդպես շատ հետ կարող են գնալ, հա, այդ դեպքում ինչու, օրինակ, չեմ 17 թվականին չընդունվեց եւ այլն։ Չէ, եկեք այս մանիպուլյացիային ընդդիմադիրների չենթարկվենք եւ խոսում ենք օրենքի մասին, չէ, քրեական է։ Թող այդ ընդդիմությունը, այդ նույն Գեղամ Մանուկյանը ոչ թե տաքսիստին համոզի, որ ուրացել են ցեղասպանությունը, դիմի, ասենք դատախազություն, ասի երկրի վարչապետը, այս ինչ պատգամավոր է, այս ինչ քաղաքացին ժղթում է ցեղասպանության փաստը։ Ինչի՞ չի անում։ Որովհետև ուղղակի դա բան է, այտենց մանիպուլատիվ խոսակցություն է եւ մնացած խոսակցություններն էլ կլինի Արցախից բռնի տեղահանվածների մասին, կլինի Ղարաբաղի հարցի մասին, ինչ հարցի մասին կուզեք քննադատության մասին խոսենք ընդդիմության, բոլորը մանիպուլատիվ են, ուղղակի ականջշոյող են եւ դրա համար էլ այս ընդդիմությունը համարվում է շատ հարմար իշխանությանը, որովհետև շատ հեշտ է կոտրել ընդդիմության թեզերը։ Շատ հեշտ է։ Տիկին Հակոբյան, նախկինում ավելի կոշտ էր վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ եւ առհասարակ ցեղասպանության հարցը ավելի այսպես բարձրաձայնված էր, կարծում եմ դուք էլ նկատած կլինեք։ Գուցե այն է պատճառը, որ փորձում ենք հարաբերություններ հաստատել հարևան պետության հետ, գուցե այլ խնդիրներ կան։ Ամեն դեպքում որն է մեր ճանապարհը, մենք դեպի ուր ենք ուզում գնալ, գուցե դուք մեզ ներկայացնեք ճանապարհը, մենք ասենք այո, այս ճանապարհը ճիշտ է, այս դեպքում պետք է այսպես վարվել։ Գիտեք, այդպես որ ասում եք նախկինում ավելի խիստ էր, միանշանակ ոչ,
եւ դեռ նախկին ղեկավարները, երկրի իշխանությունները անգամ համաձայնել են հայկական լոբիստների օրինակ ԱՄՆ-ում եւ այլ երկրներում գնալ համոզել, որ այդ օրակարգը դուրս կա ցեղասպանության ընդունման, եթե Թուրքիան բացի սահմանը եւ այլն։ Եվ ես չեմ ասում, որ սա սխալ է։ Խնդրում եմ հասկանանք, ինչի մասին եմ խոսում։ Ես ասում եմ, որ շատ առաջնային է Հայաստանը ապաշրջափակումից դուրս բերել։ Եվ Թուրքիան որպես մեծ հզոր պետություն, որպես տարածաշրջանում նաև, կարևոր խաղացող այսօր աշխարհում, շատ կարևոր է չունենալ թշնամական հարաբերություններ եւ մեր տնտեսության համար շատ կարևոր է ունենալ բաց սահմաններ։ Եվ սա նաև հասկացել են նախկին իշխանությունները։ Եւ դրա մասին չեն խոսում, ընդունել այդ փաստը։ Այնպես որ այդպես ուղղակի այն ժամանակ մենք դոշ չենք ծեծել, մենք ասած եկեք ասենք այն ժամանակ ընդդիմությունը եւս հասկացել է սրա կարեւորությունը եւ սրա համար դոշ չի ծեծել եւ ասել այ դուք դավաճան եք, ուրացող եք, որովհետեւ իհարկե ես միանշանակ վստահ եմ, որ նույն Թուրքիայի հետ ուղիղ հարաբերությունները, դիվանագիտական հարաբերությունների, ուրեմն վերասկսումը, հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը ել ավելի են նպաստելու Թուրքիայի հետ խոսակցությանը հենց ցեղասպանության երևույթի ընդունման համար։ Դուք նաև տեսել եք, որ օրինակ Թուրքիայի նախագահն է ցավակցել հայ ժողովրդին հենց ցեղասպանության օրը եւ նաև խնդրում եմ նաև մեր մամուլում դա շատ շրջանառվեց, բայց նույն քրդական խմբակցությունները խորհրդարանի Թուրքիայի եւս ցավակցական խոսքեր են հղել տեղի ունեցածի համար, այլ բան է, որ դա նրանք չեն ասում ցեղասպանություն, բայց այդ մասին պետք է խոսել։ Ինչ որ մի օր դժվար է պատկերացնել, որ Թուրքիան արթնանալու է եւ որոշի, որ այո, մենք ընդունում ենք, որ մենք ցեղասպանել ենք մի ամբողջ էթնիկ ժողովրդի։ Դրա համար պետք են հարաբերություններ այդ երկրի հետ։ Սա միանշանակ է։ Դրա համար այդպես եկեք միանշանակ չասենք, որ նախկին իշխանությունները ավելի խիստ էին այս առումով, նաև օրինակ այս վերջերս այդ թեման քանի որ ակտուալ էր, խոսեցինք ու հիշեցինք օրինակ դրվագներ, երբ Արարատի լոգոտիպը ֆուտբոլի ազգային հավաքականի մարզաշապիկից կորավ մի օրում հանդիպման Թուրքիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, կամ երբ ծիծեռնակաբարդի լույսերը անջատվեցին, որպեսզի տեսանելի չլինի պատվիրակության համար եւ այլն, եւ եթե դավաճանական է հարաբերությունների վերսկսման համար մեր ջանքերը, ապա ինչ է այդ գործողությունները նախկին իշխանությունների։ Մենք սրա մասին ենք խոսում, բայց մենք դա չենք որակում դավաճանական։ Մենք ասում ենք, որ շատ կարևոր է ոչ միայն Թուրքիայի հետ, այլև Ադրբեջանի հետ բացել կոմունիկացիաները, ոչ միայն Թուրքիայի հետ, այլև Ադրբեջանի հետ ունենալ նորմալ չեմ կարող ասել բարեկամական դեռևս, դրա համար տարիներ են պետք, բարենպաստ միջավայր է պետք, բայց նորմալ հարաբերություններ, բայց այդ բարենպաստ միջավայրը մենք ենք ստեղծողը եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հետագայում չունենալու համար այդ վատ հարաբերությունները։ Մենք այսօր պետք է հող նախապատրաստենք, որ տարիներ անց մեր երեխաները, մեր թոռները կարողանան այնպես հարաբերվել հարևան երկրի եւ քաղաքացիների հետ, ինչպես այժմ օրինակ Եվրոպայում են իրար հետ հարաբերվում։ Բայց եթե հետ են գնում տասնամյակներ, կատաղի իրար սպանել են այդ երկրները։ Հիշում եք, չէ՞։ Համաշխարհային պատերազմը գոնե բոլորս պատմության դասերից գոնե հիշում ենք։ Այդ երկրները իրար սպանել են, բայց այսօր դու մի երկրից մյուս երկիր գնալուց դու չես զգում, որ դու սահման ես անցնում, կամ մի երկրի քաղաքացին մյուս երկրում գնում է աշխատում է, հետ է գնում երեկոյան իր տուն, օրինակ մյուս երկիր ապրում է, եւ սրա համար պետք է մի օր կամք ունենալ եւ ճիշտ քայլեր անել, թեկուզ դա պոպուլիստական չի հնչելու հասարակության համար եւ շատերին ցավ է, բոլորին ցավ է հիշել ինչ է տեղի ունեցել, վերջին տասնամյակներում կամ հենց 2020 թվականին, որովհետեւ բոլորիս ընտանիքներում, բոլորիս շրջապատներում մենք ունեցել ենք շատ մեծ կորուստներ
մեր աչքի առաջ այսօր բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են, որոնք զրկվել են իրենց տնից, իրենց, չգիտեմ, գերեզմաններից, թողել են իրենց տունը, իրենց ուրեմն հարազատ միջավայրը առօրյան եւ ստիպված են եղել գաղթի ճանապարհ բռնել եւ լինել, հա, Հայաստանում։ Այնպես որ այս ամեն ինչը մենք գիտակցելով շատ ավելի լավ գիտակցում ենք, որ այդ ամեն ինչին պետք է վերջ դնել եւ ապրել խաղաղ, որովհետեւ մենք այս տարածաշրջանի երկիր ենք, մենք չենք կարող մեր երկիրը հանել այս տարածաշրջանից, գնալ տեղակայվել այլ տեղում կամ ստիպել, որպեսզի Ադրբեջանը իր հողերը փոխարինի ինչ որ մի այլ երկրի հողերի հետ եւ այստեղ չլինի։ Մենք ստիպված ենք ապրել այս տարածաշրջանում այս հարևանների հետ։ Պետք է ամեն ինչ անել, որ ապրել խաղաղ։ Սրա մասին է խոսքը, չսպանել իրար, տնտեսությունը զարգացնել։ Իշխանության կողմից մշտապես խաղաղության այդ թեզը շրջանառվում է, որ մենք պիտի այդ բարեդրացիական հարաբերությունները հաստատենք, պիտի հարաբերությունները բարեկարգենք, բարելավենք հարևան պետությունների հետ, բայց միշտ չի, որ կարծես թե հարևան պետությունների կողմից նույն ձգտումներն ու նույն ցանկությունները կան, հատկապես Ադրբեջանի կողմից, տեսեք, Ադրբեջանը ամեն անգամ նոր պահանջներով է հանդես գալիս ու կարծես թե ոչ թե փորձեր են սրանք խաղաղության հասնելու կամ տարածաշրջանը ավելի լավը դարձնելու, այլ սրանք փորձեր են ընդհանրապես նոր բան կորզելու, նոր բան ստանալու։ Այսինքն ինչ անել այս պետությունների հետ, լինել ավելի պահանջատեր, դրան զուգահեռ լինել ավելի խաղաղ, ինչ բանաձև ու մեխանիզմ կա, որպեսզի ոչ թե կորուստներով մենք դուրս գանք այս իրավիճակից, այլ դուրս գանք հավասարաչափ շահած կամ հավասարապես գոնե նույն հարթության վրա, եթե հնարավոր է իհարկե։ Մեր հասարակությունն է մտածում, որ Ադրբեջանը մարդասպան ազգ է եւ մի հարմար պահի մեզ ուզելու է այլի սպանի, այդպես Ադրբեջանում են մտածում մեր մասին։ Եվ այս թշնամական վերաբերմունքը բայց ի տարբերություն մեզ մենք իրենց մենք չենք ասում, որ այ մենք գնալու ենք Արևմտյան Ադրբեջան եւ նա մեր տարածքներն են, մեր հողերն են։ Մենք եթե խոսում ենք Ղարաբաղն է մեր հողերը եւ մենք հետ ենք բերելու։ Դե Ղարաբաղը մեր հողերն են։ Բայց Հայաստանի Հանրապետություն չէ։ Որ երկրի սուվերեն տարածքում է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը ամեն դեպքում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի անկախության համար երկարատև պայքարը կա։ Չէ, ես այդպիսի նախադասություններ կարող եմ մի ամբողջ եթե պատմական, տեսեք, եթե պատմական ակնարկի հողերը չեմ ասում։ Մենք այդպես մեր տարածաշրջանում ունենք լիքը հայկական հողեր։ Օրինակ մեր Պարսկահայք նահանգը մեծ հայքի գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում։ Հայկական հողը, եկեք գնանք եւ հետ բերենք մեր հայկական հողերը։ Մենք այդպես կարող ենք մեր տարածաշրջանում ուրեմն Արևմտյան Հայաստանով եւ ծովից ծով Հայաստանի տարածքով հայկական հողերով եկեք պահանջատեր լինենք։ Դրա համար ուղիղ ասում եմ, որ երկրի սուվերեն տարածքում է Լեռնային Ղարաբաղը։ Տիկին Հակոբյան, տեսեք, այդ մարդիկ բայց մենք խաղաղությունից ենք խոսում, ես չեմ ուզում շատ շեղվենք։ Ես էլ չեմ ուզում շեղվել։ Բայց դուք չեք պատասխանում, որ Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածքում է Լեռնային Ղարաբաղը։ Ադրբեջանի Հանրապետության ես էլ չեմ ուզում սա բարձրաձայնել, բայց մենք չենք կարող աչք փակենք եւ ասենք, չէ, դա հայկական հողը, դա Հայաստանի Հանրապետություն է։ Ես շատ եմ ուզում sense բան ասեմ եւ վստահ եմ այս նախադասությունը ես եթե ասեմ դուք էլ դնեք վերնագիր ես լիքը սրտիկներ կստանամ ես լիքը աջակցության խոսքեր կստանամ հզոր աղջկա կերպար կունենամ բայց մի բան է իրականությունը մի բան է պոպուլիստական հայտարարությունը պոպուլիստական հայտարարություններով կենացներով մենք չենք կարող մեր պետությունը ավելի հզոր ու անվտանգ սարքենք ընդհակառակը նման հայտարարություններով մենք ել ավելի հարվածի տակ ենք դնում մեր պետությունն ու պետականությունը սրա մասին է խոսքը եւ սրա մասին պետք է բարձրաձայն խոսել ինչի մասին է խոսքը ես չեմ ուզում ասել որ դա բանը հայկական ուրեմն Հայաստան չէ բայց դրանից չի փոխվում իրականությունը Ես ուզում բայց խաղաղության մասին խնդրում սրա մասին եթե կուզեք մենք առանձին կարող ենք խոսել ես խաղաղության մասին ձեր հրավիրեք ինչ վերաբերում է խաղաղությանը այ եթե ես ձեզ ասեմ եկեք Վրաստանի հետ մենք խաղաղության պայմանագիր կնքենք դուք ինձ վստահաբար կասեք ինչի համար խաղաղ ապրում ենք չէ ահա դրա համար խաղաղության պայմանագիր մենք բանակցել ենք երկար որպեսզի ունենանք այն երկրի հետ որը խաղաղ տրամադրված չէ մեր հանդեպ արդյոք Ադրբեջանը ուզում է այդ խաղաղության պայմանագիրը շատ հավանականությամբ ոչ եւ ամեն ինչ անում է որ չկնքվի բայց պետք է ամեն ինչ անել որ կնքվի որովհետեւ այդ խաղաղության համաձայնագրում շատ էական կետեր են ներառված որը եւս մեկ
կարևոր հանգամանք է, որպեսզի Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, որպեսզի մենք մեր սուվերեն 29743 քառակուսի կիլոմետր տարածքը անվտանգ ունենանք նաև ֆիքսված այն երկրի կողմից, որը որ ունի հավակնություններ մեր երկրի նկատմամբ եւ ագրեսիվ է տրամադրված։ Խաղաղության համաձայնագրի մասին։ Այդ խաղաղության համաձայնագրում, որը երկուստեք արդեն հայտարարվել էր, որ տեքստը ամբողջությամբ համաձայնեցված է, ունի 17 կետ։ Այդ 17 կետում ներառված են տարածքային ամբողջականության հարգման մասին կետ, որ ընդունում ենք միմյանց տարածքային ամբողջականություն։ Մենք Ադրբեջանը մերը։ Ադրբեջանը ընդունում է, որ օրինակ իր օկուպացված 240 կիլոմետր տարածքը Սև լճի հատվածում եւ այլն, որ այժմ իր ներկայությունն է, դա Հայաստան է։ Մենք ընդունում ենք, որ Ադրբեջանն ամբողջությամբ Ադրբեջան է, ներառված Լեռնային Ղարաբաղը։ Եվ սա նաեւ հիմք է տալիս ընդունելու, որ մենք չենք հարձակվելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերադարձնենք Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի եւ հիմք է տալիս նաեւ, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այն տարածքներից, որը այժմ իր ռազմական ներկայությունը կա եւ չի կարող հողի վրա իրականություն դառնալ իր արևմտյան ինչ Հայաստան ինչ արևմտյան Ադրբեջան խոսույթը, որը շատ վտանգավոր է մեր Հայաստանի համար։ Հետո խաղաղության համաձայնագրում կա կետ, որ միմյանց հանդեպ ռազմական ագրեսիա եւ նաեւ տարածքային նկարտումներ տարածքային ասացի, հա, նաև չենք ունենալու, հա, ռազմական ագրեսիա չենք կիրառելու, եւ սա ամենակարևոր կետերից է ուժի կիրառման բացառում եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, այսինքն ոչ իրար հարձակվում ենք իրար վրա, ոչ սպառնում ենք, որ կհարձակվենք, եւ նմանատիպ շատ կետեր, որոնք նաև ապահովելու են այս մեր երկրի անվտանգությունը եւ այլն։ Բայց չի ստորագրում Ադրբեջանը։ Ինչու չի ստորագրում։ Որովհետև նախապայմաններ է առաջադրում, որոնք ներառված չեն խաղաղության համաձայնագրում, բայց մենք սրա հետ կապված եւ բանակցությունները շարունակում ենք, պետք է ամուր նյարդեր ունենալ, պետք է նպատակը առաջ չտունենալով անընդհատ առաջ գնալ եւ ի վերջո հասնել, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ մենք սկսում ենք բանակցությունները խաղաղության համաձայնագրի հետ կապված, ոչ ոք չէր հավատում, որ մի օր մենք ունենալու ենք համաձայնեցված 17 կետ, որոնք հավասարապես վերաբերում են երկու կողմերին եւ ես վստահ եմ, որ նույն ամուր նյարդերով եւ նույն նպատակասլացությամբ շարունակելու դեպքում մենք նաև կունենանք արդեն դրա ստորագրումը։ Դա հեշտ չէ բնականաբար, բայց պետք է աշխատել։ Ամեն դեպքում խոսում ենք խաղաղության մասին, այդ 17 կետերի մասին, բայց դրան զուգահեռ ադրբեջանական կողմը շարունակում է կրակել ու շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Սա ինչի մասին է խոսում։ Այսինքն մենք կարծես թե գործողությունը ելի եմ կրկնում, որ միայն մեր կողմից է իրականացվում, որքան իրենք ասում են, որ այո, մենք կողմ ենք, մենք այդ կետերի հետ համաձայն ենք, բայց իրենք շարունակում են իրենց գործը։ Այդ կրակոցների մասին խոսակցությունները, կեղծ տեղեկությունները եղավ հենց հայտարարումից հետո, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Եվ սրա նպատակը միանշանակ տպավորություն ստեղծելն էր, որ Հայաստանը կրակում է եւ իրականում խաղաղասերը Հայաստանը չէ։ Եվ վերջերս հատկապես շատ է դարձել տեսանելի, հա, Ադրբեջանի հետ խոսակցությունը, որ խաղաղասերն ինքն է, մենք խաղաղասեր չենք, խաղաղության համաձայնագիրը իր բանն է, առաջարկն է եւ այլն, որովհետեւ ուզում է ինքը խաղաղասերի տեսք ունենա, մենք ագրեսորի։ Հիմա դրա համար Ադրբեջանը այդ կեղծ լուրերը սկսեց հրապարակել, որ Հայաստանը կրակում է։ Մենք հայտարարեցինք, իդեպ քննադատվեցինք դրա համար, բայց ինչևէ մենք ճիշտ ենք արել, հայտարարեցինք, որ շատ լավ, եթե ասում եք Հայաստանից կրակել են, ներկայացրեք, խնդրում ենք ապացույցները, որովհետև մեր զինվորներն ունեն հրաման չկրակելու խաղաղ պայմաններում, ոչ մի կրակոց։ Եթե կա զինվոր, որը որ խախտել է հրամանը, ներկայացրեք ապացույցը։ Շարունակվեց, իհարկե ոչ մի ապացույց, որտեղ դրանք գոյություն չունեն, հետո Ադրբեջանը սկսեց անկանոն կրակել սահմանին, որոնք չէին թիրախավորում Հայաստանի ուղղությամբ չէին, օդ էին կրակում իրենց երկրում։
Եվ որպեսզի սադրանք լինի եւ միգուցե հույս ունենալով որ հայկական կողմից կլինի կրակոց եւ իրենք կունենան ապացույց որ հայկական կողմից կրակում են եւ այս սադրանքին եւս հայկական կողմը չտրվեց մենք եւս հայտարարեցինք հերքեցինք տեղեկությունները մեր կողմից կրակոցների եւ նաեւ էլի ասցինք ապացույցներ ներկայացրեք էլի քննադատվեցինք բայց ճիշտ ենք արել որ նման կերպ ենք վարվել նորից եմ կրկնում Հետո այդ կրակոցները վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ նաև Հայաստանի ուղղությամբ են։ Ինչը մենք ֆիքսում ենք մեր հայտարարություններով, քննադատում ենք նման մոտեցումները, իհարկե Ադրբեջանը մի ոտ առաջ ընկնելով, ինչպես ասում են, հայտարարում է, որ Հայաստանն է կրակել, էլի հույս ունենալով, որ մեր կողմից կլինի կրակոց։ Սրա մասին է խոսքը, մենք սրա մասին հրապարակավ հայտարարում ենք եւ քննադատում ենք եւ հույս ունենք, որ այս սադրանքները կդադարեն, որովհետեւ սրա նպատակադրումը մենք շատ լավ հասկանում ենք։ Հայկական կողմից ռևանշիստ եւ ագրեսորի կերպար ունենալու, ստանալու համար են։ Դուք հարցում եք ինչի համար են կրակոցները։ Վաղ եւ մտահոգություն չունենք, որ սա գուցե ժամանակ ձգելու ինչ որ տարբերակ է եւ նոր պատերազմի համար նոր պատերազմ սկսում են, ինչին են սպասում, որ ժամանակ ձգեն։ Հարմար Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում զարգացումներին, աշխարհում զարգացումներին։ Շատ պայթունավտանգ իրավիճակ, պայթունավտանգ չէ, պայթում է անընդհատ։ Մեր քթի տակ դուք տեսնում Եռացող կաց է։ Ահա, այսինքն բարենպաստ միջավայրը կա տարածաշրջանում։ Եթե Ադրբեջանը հարձակվելու ուրեմն նպատակադրում ունի, ինքը շատ հարմար պահ է իր համար կարծում եմ։ Բայց ես չեմ կարծում, որ Ադրբեջանն ուզում է հարձակվել, որովհետև ես վստահ եմ, որ Ադրբեջանն ուզում է խաղաղասերի կերպար ստեղծել իրենից եւ իրեն դիրքավորվել իբրև տարածաշրջանում, որ ինքն է խաղաղ երկիրը, ինքն է այն խեղճը, որին տասնամյակներով մենք բան ենք արել օկուպացրել ենք, նեղել ենք եւ այլն եւ հիմա էլ մենք ստում ենք ամբողջ միջազգային հանրությանը, որպեսզի իբր մենք խաղաղության պայմանագիր ենք ուզում։ Եթե դուք նայում եք Ադրբեջանի կողմից, իրանք սա են ուզում անել։ Ոչ թե ուզում են հարձակվել ուղիղ։ Այն որ Ադրբեջանն ուզում է Հայաստանը չլինի, դա շատ բարձ է, դրա մասին չեմ խոսում։ Այն ինչ հիմա իրանք անում են, եթե իրանք ուզեին ժամանակ ցկեին, ինչի համար ժամանակ ցկեն, որ ինչ լինի, որ մեր տարածաշրջանում ընդհանրապես խաղաղ չի։ Ամենա երևի վատ տարածաշրջանն է ամբողջ մոլորակի վրա։ Դա համար չեմ կարծում, որ Ադրբեջանը, բայց պետք է մշտապես պատրաստ լինել ամենավատագույնին էլ եւ վստահեցնել, որ մենք պատրաստ ենք պաշտպանելու մեր երկրի սահմանները, մեր երկրի անվտանգությունը եւ դա նաեւ պարտավորություն է, ոչ թե տենց մենք ուղղակի ցանկանում ենք։ Դա նաեւ պարտավորություն է պաշտպանել մեր սուվերեն երկիրը, մեր սահմանները, մեր հասարակության անվտանգությունը, միայն պաշտպանել։ Մենք շատ եք լսել, որ Հայաստանին նույն Ալիևը, Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ քննադատում են սպառազինություն ձեռք բերելու եւ այլնի հետ կապված, սա պատրաստ լինելու համար է վատագույն սցենարին, որովհետեւ մենք հարևան հակառակորդ երկրի կողմից լսում ենք ագրեսիվ հռետորաբանություն եւ մենք պարտավորություն ունենք պատրաստ լինելու մեր երկրի սահմանները այդ սպառազինություններով պաշտպանելու, ոչ թե հարձակվելու որևէ երկրի վրա, մեր հարևան ոչ մի երկրից, մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք, մենք ոչ մի սանտիմետր ավել տարածք չենք ուզում մեր 4 հարևաններից եւ ոչ մեկից, մենք միայն մեր 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը պաշտպանելու համար ենք պայքարում, աշխատում եւ ամեն ինչ անելու ենք, որ հենց այդպես է լինի։ Այ արձանագրումների մասով երբ խոսում ենք, որ ամեն դեպքում հայկական կողմը արձանագրում է, որ կրակոցները ճշնամական կողմից են եղել եւ այլն, եվրոդիտորդները իրականում նաեւ ունեն այդ պարտավորությունը հսկելու, հասկանալու, որ կողմն է խախտումներն իրականացրել, որ կողմը ոչ, մենք այդ մասին հայտարարություններ շատ հազվադեպ ենք տեսնում եւ արձանագրումներ էլ կարելի է, չգիտեմ, գտնել թե ոչ, իրականում արդյոք այս
ամենը արձանագրվում է դիտորդների կողմից եւ փաստաթղթավորված, երբ կարելի է դա տեսնել, արդյոք ամեն ինչ պատշաճ ներկայացվում է այդտեղ, որ մենք հետո ապացույցներով կարողանանք ներկայացնել, որ այ միայն խոսքով չի, որ մենք ասում ենք, այ դիտորդները որպես չեզոք կողմ կարողացել են ներկա լինել ու տեսնել, թե ինչ է կատարվում։ Միանշանակ չեմ համաձայնի ձեր այն դիտարկման հետ, որ չկան արձանագրումներ կան, Եվրա դիտորդները հրապարակումներ ունեն, որ ենթադրենք հերքել են օրինակ, որ հայկական կողմը կրակում է եւ այլն, եւ սրանք կարեւոր են միանշանակ, որպեսզի Հայաստանը հենց Ադրբեջանի ցանկությամբ ագրեսոր կողմ չդիրքավորվի միջազգային հանրության աչքին։ Լիարժեք եք համարում են գործունեությունը, որ ես չեմ կարող գնահատական տալ եվրադիտորդների գործունեությանը մեծ հաշվով, բայց արձանագրումները շատ կարևոր են եւ նաեւ այս ընթացքում, երբ տեղակայված են եղել դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին, սա շատ կարևոր դերակատարում է ունեցել նախորդ տարվա մեր խաղաղ սահմաններ ունենալուն հարաբերական խաղաղ կոչենք դա այնպես որ շատ կարևորում եմ այս առաքելության լինելը մեր սահմանին եւ հուսով եմ, որ մի օր մենք այս առաքելության անհրաժեշտությունը եւս չենք ունենա, որովհետեւ իրականում կունենանք նորմավորված հարաբերություններ եւ խաղաղ սահմաններ։ Արցախի մասին շատ չեմ ցանկանում այդպես խորքային խոսենք այն մասին տեսակետների տարբերության պատճառով, բայց արցախահայության մասին պարտադիր կարծում եմ պիտի խոսենք։ Այսօր շատ ծրագրերից բողոքում են մեր հայրենակիցները, որ հարմար չեն, բնակարանաշինության ծրագիրը, որին չեն դիմում, թվերը շատ քիչ են, այս խորքային խնդիրներ կան այստեղ թաքնված, որ պարզ չի իրականում ինչա տեղի ունենում ու ինչի համար էս բողոքները ինչքան են շարունակվելու եւ վերջիվերջո արդյոք Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն է իրականացնում այն պարտավորությունները, որ պիտի իրականացնի։ Ձեր գնահատականը կուզեմ իմանալ։ Ես շատ արցախցիների հետ եմ շփվում, հանդիպում եմ իրենց մարզերում, զանգում են, կապի մեջ ենք եւ այլն եւ շատ մեր հայրենակիցներ, արդեն համակարգացիներ իրենց կարծիքն են հայտնում, որը ինձ թույլ է տալիս խոսել հետեւյալի մասին, որ միանշանակ Հայաստանը իր պարտավորությունները իր հայրենակիցների հանդեպ կատարում է ամբողջությամբ։ Մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք նրա մասին են, որ մեր հայրենակիցները ինտեգրվեն եւ ապրեն Հայաստանի Հանրապետությունում եւ արդյոք այդ ծրագրերը բոլորը այնքան թիրախային են, այնքան լավն են, որ դենց կարող են 100%-ով երաշխավորել մեր նպատակները, բնականաբար բոլոր ծրագրերի մեջ լինում են որոշակի թերություններ, որոնք պետք է քննարկման արդյունքում, լսելու արդյունքում շահառուներին լավարկել։ Եվ մենք այդ ուղղությամբ էլ գնացել ենք այս ամբողջ ընթացքում։ Ես չեմ ուզում հիմա թվեր հնչեցնել, մենք ինչքան ենք պարտքերի մարման համար բյուջեից նախատեսել, ինչքան ենք սոցիալական աջակցության համար նախատեսել եւ այլն, որովհետեւ սա նաեւ պարտավորություն է եղել մեր հայրենակիցների նկատմամբ, բայց ես հիմա խոսենք բողոքի մասին։ Դուք գիտեք, որ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները վրան էին տեղադրել եւ այդպես իրենց բողոքի ակցիան էին իրականացնում, որը հենց սոցիալական ծրագրերի հետ կապված էր, որը շատ հեշտությամբ այդպես բեմերից արագ վերածվեց քաղաքական պայքարի եւ սկսեցին արդեն քաղաքական հայտարարություններ բեմից հնչել, այնինչ արցախցիների բողոքը հենց սոցիալական ծրագրերին էր վերաբերում։ Օրինակ, գիտեք, որ պետք է այդ 40+10,000 դրամ սոցիալական աջակցությունը որոշակի փոփոխություններ լիներ եւ որոշ քաղաքացիներ այլևս չստանային միայն
այն քաղաքացիները, որոնք իրականում ունեն դրա կարիքը, անչափահասները, թիրախային որոշակի խմբեր, այո, ծերերը եւ այլն հաշմանդամություն ունեցող անձիկ, որովհետեւ որոշակի մոնիտորինգի արդյունքում պարզ է դառնում, որ իրականում կան բազմաթիվ արցախցիներ, որոնք չունեն այդ աջակցության կարիքը եւ կարիք կա այն մարդիկ, որոնք չունեն աջակցության կարիքը, որոնք ունեն բնակարաններ Հայաստանում, այդ գումարները կարիքը չունեցող անձանց փոխարեն տալ այն անձանց ուղղել այն ծրագրերին, որտեղ դրա կարիքը իրականում կա։ Դրա համար մենք որոշակի փոփոխություններ արեցինք, որը արագ իհարկե տրանսֆորմացվեց ընդդիմադիր այսպես ուժերի կողմից եւ դարձավ էլի քաղաքական պայքար։ Եվ եթե դուք իդեպ այսօր կառավարության նիստում հաստատվեց այդ աջակցությունը որոշ ժամանակով այո երկարացնելու նախագիծը եւ վրաններն էլ հանվում են։ Վրանները 3 հայտարարեցին ներկայացուցիչները, որ հանվում է, ու մի հատ դրվագ եմ ուզում հիշեցնել, երբ որ ներկայացուցիչներն ասում են, որ մենք ընդառաջում ենք Հայաստանի կառավարությանը, որտեղ մենք խոսել ենք, մեր մտահոգությունները հայտնել ենք, մեր հետ քննարկվել է եւ այլն եւ այլն, ու տեղից հարց է հնչում, այսինքն իսկ բանի վարչապետի հրաժարականի պահանջը, բա ասում է դե սխալ է, մենք նման պահանջ չենք ունեցել, սխալ է վերագրել, հիմա բառացի չեմ հիշում, ներողություն եմ խնդրում, բայց իմաստն է, որ սխալ է այս պայքարը, որը սոցիալական երաշխիքների եւ այլնի մասին էր, ինչը հուզում է արցախցիներին, վերափոխել կառավարության հրաժարականի պահանջի, որովհետեւ այս կառավարությունը ձևավորել են ՀՀ քաղաքացիները։ Այսինքն այս մարդիկ, որոնք ներկայացուցիչն են բողոքող մարդկանց, ասում են ինչի մասին է իրենց պայքարը։ Սա պետք չի դարձնել բան տենց քաղաքական պայքար, մենք լսել ենք եւ մինչեւ էտել այդ ծրագրերը քննարկվել է այս մարդկանց հետ եւ առաջկամ եւս աշխատելու ենք այս 2 ամսվա ընթացքում, գիտեք որ բնակարանի ձեռքբերման ծրագիրը հիմա ներդրվել, ինչը շատ ավելի կարեւոր էր, քան տալ տան վարձ, ցանկացած քաղաքացու հարցրեք, ասեք դու կուզես քեզ գումար տան, որ դու տուն կառուցես, տուն առնես, թե գումար տան, որ դու տան վարձ տաս։ Բայց կարծես թե այստեղ էլ խնդիրներ կան, որովհետեւ այնպես չի, որ արցախցիները գոհ են այս ծրագրից ու լիարժեքորեն ծրագիրը իրենց բավարարում է։ Որովհետև Երևանի կենտրոնում այո, չես կարող առնել բնակարան։ Ես ունեմ հարազատ քույր, ով վարձով է ապրում եւ Երևանի կենտրոնում չի կարող իրեն թույլ տալ բնակարան գնել եւ չի պահանջում պետությունից, որ ինձ համար բնակարան գնեք։ Հասկանում եք, մենք շատ քաղաքացիներ ունենք, ես իմ հարազատի վրա եմ թույլ տալիս օրինակ բերել, բայց բոլորը ձեր շրջապատում կարող եք գտնել մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով բնակարան չունեն, վատ իրավիճակում են եւ չունեն այն հնարավորությունը, որը այսօր առաջարկվում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, հասկանալով, որ նրանք բռնի տեղահանված են, նրանք ստիպված թողել են իրենց սեփականությունը։ Եվ ոչ մեկ չի ասում, չէ, տեսնենք դուք սեփականություն ունեք Լեռնային Ղարաբաղում։ Չէ, այն իրավիճակում են այս մարդիկ հայտնվել, որոնց պետք է աջակցել, եւ մենք աջակցում ենք։ Մենք հնարավորություն ենք տալիս, իհարկե Երևանում չէ, բայց այլ քաղաքներում ունենալու բնակարան, տուն եւ սա կարծում եմ հրաշալի ծրագիր է։ Ես ձեզ ասեմ, շատ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ մեզ քննադատում են, որ ասում են ինչի մեզ այդ հնարավորությունը չենք տալի, բա ես բանում չգիտեմ, անի համայնքի բնակիչ եմ, ես այսինչ ժամանակ այսպես տունը ցենց ինչի ինձ էլ չեք աջակցում, որ ես ունենամ։ Այսինքն մենք անում ենք մի ծրագիր, որից պետք է որից իրականում դուրս է գալիս, որ բողոքում են Հայաստանի 3 միլիոն բնակիչներ, ասում են մեզ էլ այդ հնարավորություն տվեք, բա ինչի մեզ չեք տալիս, եւ դուք ասում եք, որ բողոքում են արցախցիներ, ասում են Տիկին Հակոբյան, այստեղ կարծում եմ գիտակցության հարց է, որովհետեւ ես էլ եմ մարզից, ես այստեղ մշտապես վարձով եմ բնակվել ու երբեք իմ մոտ հարց չի առաջացել, ինչու մենք արցախցիներին բնակարան տանք, որովհետեւ դա գիտակցություն է, որ այդ մարդիկ ստիպողաբար են իրենց տունը լքել եւ եթե մարդ Ստեփանակերտում իր ամբողջ կյանքի ընթացքում տուն է ստեղծել ու ինչ որ մի պահի իրեն բռնի է տեղից տեղահանեցի։ Այո, բռնի տեղահանել են մենք ֆիքսեցի։ Միանշանակ դա համար այդ ծրագիրը արվում է, ես ձեզ ասում եմ, կան նման բողոքներ, բայց մենք էլ ենք բացատրում, ես իմ խոսքում էլ մեկնարկայնացի, որ հասկանալի է ինչու է կոնկրետ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին առաջարկվում այս ծրագիրը։ Լավ, ուզեինք մենք ինչը չի բավարարում արցախցիներին։ Ես ուզեի, անկեղծ, ես որպես իշխանական, ասենք
պաշտոնյա, շատ կուզեի մեր բյուջեն այն հնարավորությունն ունենալ, որ մենք բոլոր արցախցիներին ուղղակի տուն նվիրենք։ Ես կերազեի նման բյուջեի մասին։ Ինչու նման բյուջե չի, ասենք ամեն մարդու հաշվարկով X գումար չի տրամադրվում, 2X չի տրամադրվում, այլ X գումար է տրամադրվում, որովհետև այդ X գումարի հնարավորությունը կա բյուջեով։ Դրանից ավելի հնարավորություն չկա։ Այդ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի հարկերով։ Ոչ մեկ այդտեղ ուղղակի փող չի կարող բերել լցնել։ Այդ ձևավորվում է եւ դու պլանավորում ես քո ծախսերը եւ կարեւորելով արցախցիների ինտեգրումը, բազմաթիվ այլ ծրագրեր եւս, բացի բնակարանային ապահովման ծրագիրը, այլ ծրագրեր եւս այդ գումարից բյուջեի եւս տրամադրվում է, որովհետեւ բայց կուզեինք ավելին, իհարկե կուզեինք։ Ես ձեզնից շատ կուզեի, որովհետեւ այսօր դուք կասեիք որպես լրագրող հրաշալի ծրագիր էր, բոլոր արցախցիները ստացան տներ Հայաստանում։ Ես կուզեի, որ դուք ինձ լավ բաներն ասեք, եւ կարծում եմ ոչ ոք չի կասկածում, որ ցանկացած իշխանական падգամավոր, վարչապետը, նախարարը, բոլորը կցանկանային լսել այս գովեստի խոսքերը։ Դրանք չկան, դրա մի քիչ գումարն է տրամադրվում, որով Երևանում չես կարող առնել, բայց արդյոք Վայքում էլ չես կարող առնել։ Ենթադրենք։ Որովհետեւ դրա հնարավորությունը այս պահին ունի Հայաստանը։ Մենք կուզենք շատ գոհ լինեին բոլոր արցախցիները եւ այստեղ բնակարաններ ունենային, նաեւ մեր հանդեպ սիմպաթիան ավելանար, բոլորը դուք որպես անաչառ լրագրող այսօր ֆիքս էիք, որ շատ լավ ծրագիր է, բայց մենք բյուջեն ունի այդքանի հնարավորություն, մեր պետությունն ունի այդքանի հնարավորությունը։ Շատ լավ, իրականում այնքան շատ հարցեր կան, ես մտածում եմ ամփոփիչ ինչ հարցնեմ ձեզ։ Այո, մի հարց կա, որ կուզեի անպայման քննարկենք, հանրության կողմից մի թեզ էլ կա, որ շրջանառվում է, որ ասում են իշխանությունը ավելի փակ է դարձել եւ ավելի այսպես կառավարումը ինքնամփոփ եւ հանրության հետ ավելի քիչ շփում կա, քան նախկինում էր։ Դուք արդյոք համամիտ եք այդ տեսակետի հետ ու արդյոք փակ կառավարում կա։ Ես հակառակի մասին եմ լսել։ Եվ քննադատություն, որ ինչու է վարչապետը այդքան շփվում, ինչու է այդքան ամեն ինչի մասին խոսում, ինչու։ Ես ինքս շաբաթական հարյուրավոր քաղաքացիների հետ եմ շփվում։ Կլինի մարզում, կլինի ազգային ժողովում, կլինի տարբեր ֆորմատներում եւ դա համարել փակ կառավարում ես այսքան բաց կառավարում եւ այսքան ուրեմն կոմունիկացվող իշխանություն ես չեմ պատկերացնում, որ կա այլ երկրում, անկեղծ ասած։ Եվ ես քննադատություններ լսում եմ բաց լինելու հետ կապված։ Ինչու է այս թեմայով խոսում։ Ինչու պետք է վարչապետը, չգիտեմ, այսինչ բանն անի։ Իսկ ինչու չպետք է անի։ Կամ եկեք կողմնորոշվենք, հիմա վարչապետը լինի փակ ինքնամփոփ իր սենյակում նստած իրավիճակին չտիրապետող նախկին ղեկավարների նման ղեկավար, թե լինի բաց, շփվող, ասենք քաղաքացին մեյլ է գրում վարչապետին, վարչապետը անձամբ պատասխանում է, ինչի մասին է խոսա, փակ ղեկավարի վարքագիծ է արդյոք։ Դուք ինքներդ փորձեք վարչապետ Նիկոլ Փաշինյանին մի հարցի հետ կապված մի հատ մեյլ գրեք։ Տեսեք վարչապետը կպատասխանի թե չէ։ Սա այնքան ակնհայտ բան է, որ սրա մասին խոսել ուղղակի ես չգիտեմ, անգամ հերքելը անիմաստ եմ համարում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Թարմուղեղով իմ զրուցակիցը քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Ամամյանն էր աշխատում, շարունակեք հետևել Գործար ալիքին, լսել Թարմուղեղով զրույցները, իսկ մենք կհանդիպենք